2022 թվականի սկզբին $1 մոտավորապես 520-540 դրամ էր։ Այս պահին $1 375 դրամ։ Ինչի, որովհետև այս ներարկումներից մեծ քանակությամբ, այսինքն այլ երկրներից որ մեծ քանակությամբ արտարժույթը եկավ, բարձրացեք արտարժույթը, արտարժույթը ապրանքի, ինչքան ապրանքի քանակությունը շատանում է, այնքան այն եւ այս պահին կենտրոնական բանկը փորձում է այդ մեծ քանակությամբ արտարժույթը ստերիլիզացնել, սակայն կենտրոնական բանկի ռեսուրսները ռեզինից չեն։ Եվ իրականությունն այն է, որ սա բերելու է դրամի էլ ավելի ամրացման հետագայում։ Այսինքն մոտակա ժամանակաշրջանում մենք կարող ենք տեսնել, որ դրամը 1 դրամը հավասար լինի $360-365։ Դա այնքան էլ լավ բան չի։ Դա արտահանողի արտահանման տեսանկյունից այնքան էլ լավ բան չի, բայց ասենք մեր տնտեսությունը կառուցված չէ այն ոնց որ խոստման վրա, որ մենք օգնում ենք արտահանողին կամ արտահանմանը կամ արտադրողին։ Մեր տնտեսությունը բանկային համակարգի վրա է։ Սա լավ է բանկային համակարգին, բայց պետք է հասկանալ, որ այս բանի մեր տնտեսության հնայի աճի 38%-ը ապահովում է այդ եռյակը ֆինանսական համակարգը, այսինքն բանկային համակարգը, անշարժույթը եւ նշած դոլարի անկումը տեղի կունենա, եթե կենտրոնական բանկը դադարի միջամտել դրան։ Տեսեք, էլի դա միջամտում է։ Կամ ուժը չպատի դիմադրել։ Դա էլի միջամտում է, բայց կենտրոնական բանկի ռեզերվները ռեզինից չեն, այսինքն ինչ որ մի հատ պահ կարող է գալ, որ չկարողանաք կարգավորել։ Սակայն ասեմ, որ այս պահին իրավիճակը կայուն է եւ կարողանում է կարգավորել, եթե այդպիսի պահ կա, ապա դա հասունանալու է այդ պահը տարվա